Այսօր բուն բարեկենդանն է, այսօրվանից մեր եկեղեցում սկսում է 40-օրյա պահեցողությունը, որի ընթացքին մենք փորձելու ենք քայլ առ քայլ մոտենալու Աստծո այն խոստացյալ պահին, երբ որ Քրիստոս հարություն պիտի առնի մեզ համար ևս մեկ անգամ, որպեսզի մենք կրկին ու կրկին անդրադառնանք, որ Քրիստոսով հաղթել ենք մահը, որ Քրիստոսով ամեն մի չարիք և ամեն մի փորձություն իր վերջն է գտնելու, որ ինչքան էլ դժվարությունների ու նեղությունների մեջ լինենք, միևնույն է գալու է հարության պահը։ Բայց դա ճանապարհ, որին պետք է պատրաստվենք թե հոգեպես և թե ֆիզիկապես։ Եվ մեր եկեղեցին անցյալ շաբաթվա ողջ ընթացքին սովորեցնում էր մեզ, երբ հիշատակում էինք Սուրբ Ղևոնդյանց և Սուրբ Վարդանանց հերոսներին, որոնք ավարայրում մարտնչեցին իրենց հավատքի և հայրենիքի համար, որոնք մեզ ցույց են տալիս, որ մենք ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական պայքար պիտի մղենք չարի դեմ, պաշտպանելու համար մեր հավատքը, պաշտպանելու համար մեր սրբությունները, պաշտպանելու համար այն արժեքները, որոնք մեզ թույլ են տալիս, որ մենք կոչվենք քրիստոնյաներ, հայ քրիստոնյաներ։ Այդ ընթացքը բավականին դժվար, հոգևոր և ֆիզիկապես առումով դժվար ընթացք է։ Շատերը, երբ որ մեծ պահքը մոտենում է, գալիս են հարցնելու, թե Տեր Հայր, ինչ մենյուով պիտի ղեկավարվենք, ինչ կարող ենք ուտել, ինչպես վեգան, վեգետարիշ, ինչ է մեր մենյուն լինելու, օգնեք, որ կարողանանք այդ պահքը պահենք։ Իհարկե, դա կարևոր է, բայց դրանից ավելի կարևոր մի բան կա։ Եվ դրա մասին խոսում է Մարգարեն, այսօր մեր սարկավակը ընթերցեց Եսայիա մարգարեից մի հատված, որտեղ Աստված խոսում է իր ժողովրդի հետ և ասում է. «Ինչի՞ս է պետք ձեր այդ զոհաբերությունը, եթե ձեր սրտերում սեր չկա, եթե դուք չեք տեսնում աղքատի կարիքները, եթե դուք չեք սրբում լացող աչքերի արդյունքը, եթե դուք չեք տեսնում այն մարդկանց, որոնք ողորմություն են խնդրում։ Ինչի՞ս են պետք ձեր զոհաբերությունները, եթե դուք ձեր սրտում չար եք, ձեր մտքերում չարիք եք մտածում։ Ինձ պետք է մաքուր սիրտ։ Ինձ պետք է, որ դուք հոգեպես և ձեր գործերով մաքրվեք և արժանի լինեք Աստծո զավակներ կոչվելուն։ Միայն այն ժամանակ է, որ ձեր բերած զոհաբերությունը ինձ համար հաճելի կլինի»։ Եվ իրոք, մենք կարծում ենք, թե Աստված անոթի նստել է, սպասում է, թե մենք երբ ենք մատաղ անելու, ոչխարին խեղճ գառնուկին մորթելու կամ ինչ-որ գումար մեկին նվիրելու, որպեսզի հագենա և մենք էլ մեզ լավ զգանք, որ մեր պարտքը կատարեցինք։ Իրականում տեսնում ենք, որ այսօր աշխարհի 4 բոլորը մեզ գեղեցիկ բաներ են խոստանում, ղեկավարներ, իշխանավորներ, մեծ տերություններ, գերտերություններ կամ մեծ կազմակերպություններ մեզ երջանկություն են խոստանում, մեզ հաջողություն են խոստանում, մեզ խոստանում են, որ մենք մեր դրամը կամ մեր ֆինանսները կամ մեր ժամանակը իրենց պիտի տրամադրենք, որպեսզի մեզ տանեն դեպի այդ կատարյալ երջանկությունը, որ ամեն ինչ կարողանանք անել, ամեն ինչ մեզ թույլ տալ, իսկ առաքյալը մեզ ասում է արթնացեք ձեր այդ խորքնից։ Եվ հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչն է ամենակարևորը ձեր կյանքում, ինչն է, որ ձեզ հագեցնում է, ինչն է, որ թույլ է տալիս ձեզ ձեր առօրյա կյանքում շնորհակալ լինել։ Չէ՞ որ նորմալ մարդը չի կարող միշտ երջանիկ երեսով քայլել 4 բոլորում,
կասեն խենթ է սա։ Մարդը ունի նաև պահեր, երբ որ տխրում է։ Մարդը ունի պահեր, երբ որ զայրանում է։ Մարդը ունի պահեր, երբ որ տեսնելով իր սխալները կամ այն երազանքները, որոնց դեռ չի հասել, տրտնջում է, դժգոհում է, բարկանում է։ Տեսնում ենք Սաղմոսների մեջ ինչպես են բարկանում, չէ՞, հին կտակարանի սրբերը Աստծուց ասում են Աստված իմ, այսինչ անարդարություն է, չի կարող այդ բարկացող մարդը միևնույն ժամանակ երջանիկ լինել, բայց կարող է հագեցած եւ շնորհակալ լինել։ Երբ որ հասկանում է ամենակարևորը, որ ինչ որ Աստված տալիս է մեր փրկության համար, որպեսզի մենք կարողանանք դասեր քաղել, որպեսզի մենք կարողանանք բոլոր դժվարություններից հաղթող ելնել, որպեսզի մենք կարողանանք միշտ ասել վերջում հարություն կա։ Խաչի ճանապարհը Քրիստոսի լի էր տառապանքով, անարդարությամբ, ուրիշի համար կյանք տվող աշխարհի արարիչը իջնում է երկիր, որպեսզի նրանք, ովքեր որ հաճախ իրեն չեն էլ ճանաչում, կամ եթե ճանաչում են, ծաղրում են, կամ եթե փորձում են հավատալ, չգիտեն թե ինչպես հավատան, իջնում է, որպեսզի նաև այդ մարդկանց հարություն տա, կյանք տա եւ ուղղորդի դեպի հավիտենական ճանապարհ։ Եվ այս մեծ պահքի ընթացքը, սիրելիներս, այդ ժամանակահատվածն է, որ մենք մեր անձնական կյանքում մեզ հարց տանք, ո՞րն է իմ կյանքում ամենակարևորը։ Ինչպես դասավորեմ իմ կյանքը այնպես, որ իմ զոհաբերությունը, իմ մատաղը Աստծո համար ընդունելի լինի։ Եվ այդ զոհաբերությունը անպայման չէ, որ ֆինանսական զոհաբերություն լինի, ուտելիքի տեսքով զոհաբերություն լինի, այդ կարևոր է, որ դա լինի ձեր սրտից բխած, բարի գործերով լցված, ձեր համեստությամբ եւ խոնարհությամբ պսակված վարքը եւ բարքը, աղոթքը, Սուրբ Գիրք կարդալը, ծառայելը եւ ամեն մի մահացու մեղքի մասին մտածելը եւ դրա հակաթույնը գտնելը։ Մեր ոսկե շղթան մեծ պահքի թույլ է տալիս, որ մենք մտածենք հենց դրա մասին։ Մտածենք մահացու մեղքերի մասին եւ փորձենք գտնել այն ճանապարհը, որ թույլ է տալիս մեզ բուժվել այդ հիվանդություններից։ Ուրեմն եկեք օգտագործենք այս ժամանակը։ Եվ հատկապես այս տարի երեք մենք տոնում էինք Տյառն ընթառաջը։ Միշտ կապված է նրանից, թե երբ է զատիկը, երբ է սկսվում մեծ պահքը, եւ այնպես է լինում, որ Տյառն ընթառաջը մեծ պահքի, ուրեմն այդ նախորդող շաբաթվա մեջ է ընկնում եւ այս տարի այդպիսի մի տարի էր եւ ես ուզում եմ, որ մենք բոլորս ուշադրություն դարձնենք ամենափոքր եկեղեցուն, որը մեր ընտանիքը։ Այսօրվա մեր իրականության մեջ հատկապես երիտասարդ ընտանիքները շատ ու շատ փորձությունների առջև են կանգնած եւ իրենց մեղադրել չենք կարող, ժամանակն է այդպիսին։ Մարդիկ ծանրաբեռնված են եւ ես ձեզանից շատերի հետ զրույցում տեսնում եմ մի կողմից ցանկությունը, որ գաք, մասնակցեք, համայնքում ակտիվ լինեք եւ մյուս կողմից մեզ պարտադրված, կարծես թե մեկը ճիպոտով կանգնել է մեր հետևից եւ ստիպում է, որ աշխատանքի սա, նա, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ չենք կարողանում գտնել ժամանակ այն բաների համար, որոնք մեզ համար կարևոր են։ Մենք գիտակցում ենք, գիտենք դրա մասին, բայց այսօրվա իրականությունը մեզ թույլ չի տալիս։ Ուրեմն ինչ անենք։ Պետք է փորձենք մտածել եւ պրիորիտետներ, առաջնահերթություններ դնել մեզ համար եւ փորձել քայլ առ քայլ մոտենալ նրան,
ինչ տալիս է մեզ հոգևոր զարգացում, բավարարվածություն, հագեցածություն, որպեսզի կարողանանք այս շատ արագ ընթացող ժամանակների մեջ մի փոքր հանգիստ գտնել մեր համար, խաղաղություն գտնել մեր հոգու համար։ Եվ երբ որ մենք կարողանանք մեր հոգու մեջ խաղաղություն գտնել, ուրեմն ինչ փոթորիկներ որ գան ու գնան, միևնույն է մենք արթուն եւ հստակ կանգնած մեր ոտքերի մեջ միշտ պիտի ասենք բոլոր փոշոտ, քարքրոտ, նեղ ու դժվար ճանապարհների վերջում հարության լույսն է, Տիրոջ օրհնությունն է։ Եվ ուրեմն օգտվելով այս տարվա այդ գեղեցիկ առիթից ես ուզում եմ, որ մենք հատկապես մեր ընտանիքներում ժամանակ գտնենք իրար համար։ Գոնե շաբաթը մեկ անգամ իրար հետ միասին սեղան նստենք։ Գոնե շաբաթը մեկ անգամ իրար հետ խոսենք մեր երեխաների, մեր ամուսինների, մեր մայրիկների, հայրիկների։ Եվ գիտեք, շատ ցավալի է, բայց նաև մեզանում կա այդ դժբախտությունը բաժանված ընտանիքների, ամուսնալուծված ընտանիքների։ Իրենք էլ կարիքն ունեն մեր աղոթքների։ Իրենք էլ կարիքն ունեն, որ իրենց ցույց տանք, այո, կյանքը կարող է շատ անցանկալի ճանապարհներով մեզ նեղություններ պատճառի, բայց այստեղ եկեղեցում մենք էլ ընտանիք ենք։ Այստեղ եկեղեցում բոլորդ քույր եւ եղբայր եք, եւ այստեղ եկեղեցում բոլորդ բարի եք եկել։ Կան նաեւ տարեց համայնքի անդամներ, որոնք նույնպես մենակ են։ Կան երիտասարդներ, որոնք եկել են այստեղ ուսանելու, աշխատելու, որոնք նույնպես մենակ են։ Այդ բոլոր մենակ մարդկանց համար եկեղեցին, համայնքը պետք է ընտանիք լինի, տուն լինի, հայրենի տուն, որպեսզի նրանք կան այստեղ եւ այդ խաղաղությունը, ներքին խաղաղությունը գտնեն եւ կարողանան իրենք էլ բոլորի հետ, բոլոր նրանց հետ, ովքեր որ ամեն օր ապրում են Քրիստոսով, ասել բոլոր դժվար ճանապարհների վերջում Քրիստոսի հարությունն է։ Ուրեմն եկեք օգտագործենք մեծ պահքի այս ընթացքը այս մտքերով առաջ գնալու համար։ Ամեն մի կիրակի, ամեն մի օր մի փոքր ժամանակ գտնենք Աստծո համար։ Ժամանակ գտնենք, որ մենք մեզ հատկացնենք մեր փրկության, մեր հոգևոր եւ նաեւ ֆիզիկական առողջության համար, որովհետեւ այն մարդը, ով ի ներքուստ խաղաղ է, նաեւ մնացած բոլոր հիվանդությունները կարող է հաղթահարել։ Այդ ներքին խաղաղությունը շատ կարեւոր է։ Ուրեմն եկեք այս մեծ պահքի ընթացքը օգտագործենք ճիշտ դրա համար, եւ ես հրավիրում եմ ձեզ բոլորիդ եւ հույսով եմ, որ դուք էլ կտարածեք, եկեք այս մեծ պահքի ընթացքին շաբաթօրեր գտնենք, Վանգենում մենք տեղ ունենք, որ կարող ենք ամեն շաբաթ հավաքվել, ընտանիքների երեկոներ անենք, միասին գանք, նստենք, ջան ասենք, ջան լսենք, խոսենք իրար հետ, ցույց տանք, որ մենք մենակ չենք, այլ մի փոքրիկ, բայց առողջ եւ գեղեցիկ ընտանիք ենք։ Սիրով հրավիրում եմ, որ բոլորս միասին մտածենք եւ ձեր առաջարկները կարող եք անել եւ վստահ եմ, որ այս մեծ պահքի ընթացքին գոնե 1-2 անգամ առիթ կունենանք միասին այդպես ընտանեկան երեկոներ կազմակերպել։